5 տարին է լրացել, որ անհայտության մեջ գտնվող ծնողները որևէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների, երեխաների, ծնողների եւ առհասարակ այն մարդկանց, որոնք որ ճիշտ է կան մարդիկ, որոնք որ անհայտության մեջ են 2 տարի, կան մարդիկ, որ 5 տարի անհայտության մեջ են, բայց ամենայն դեպս 191 անց ճշտված այս պահի դրությամբ անհայտության մեջ է եւ կրկնում եմ հարազատները որևէ ինֆորմացիա չունեն, իրանց իրավունքն է պահանջելու պետությունից, կառավարությունից, որպեսզի պատասխան տան, թե ի վերջո ինչ գործընթացը ինչ տեղում է եւ այսպես կոչված իրենց այդ հարաբերությունները, բանակցությունները, ես չգիտեմ ինչա, որ խաղաղության իբր պայմանագիր է եւ այլն, տարբեր գործընթացներ կան, չէ՞ որ Ադրբեջանի հետ այդ գործընթացները տարվում են եւ մարդկանց իրավացիորեն մարդիկ պահանջում են, որ ինչ որ լուր, ինչ որ տեղեկություն, թե ի վերջո ինչա կատարվում այդ ուղղությամբ։ Հիշեցնեմ ձեզ, որ ամիսներ առաջ նաև Բաղրամյան փողոցն էին փակել, էլի հանդիպում էին խնդրել, այդ հանդիպումներ չէր տեղի ունեցել, հետո ամիսներ անց ինչ որ կիսատ-պռատ մի հանդիպում էր տեղի ունեցել կառավարության շենքում եւ վարչապետի աթոռը զբաղեցնողը էլի նորմալ հոդաբաշխ պատասխաններ չէր տվել եւ մարդիկ իրավացիորեն այդ պահանջը դրել են։ Ի վերջո դրանից առաջ գործընթացը համակարգում էր Արմեն Աբազյանը ԱԱԾ-ի պետ, Արմեն Աբազյանի հանելուց հետո ներկա ԱԱԾ պետը գնացել էր Բաքու եւ էլի որևէ տեղեկություններ չէին հայտնել, այսինքն ինչա, այս մարդիկ իրավունք չունեն պահանջելու, թե գործընթացը ինչ տեղում է, կամ այդ ինչ ձև է, այդ ինչ վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք որ վշտի մեջ են եւ փոխանակ կարեկցանքից, փոփանքի եւ ի վերջո այդ ուղղությամբ աշխատանքներ տանեն, մի հատ էլ նոր տեղեկանում ենք, ես նոր իմացա եւ մոտեցա ծնողներին, որ ծնողներից երկուսին բերման են ենթարկել եւ ասում են նոր ճշտեցինք, որ տանում են կալանքի, այսինքն նոր ծնողները ինձ ասեցին, որ տանում են կալանքի Աջափնյակի դատարանում, դա կապված է, ասում են, պաշտպանության նախարարության մոտ ինչ որ ընդհարում է տեղի ունեցել, այդ ընդհարման գործով ուրեմն սենց էլի, սա ապշեցուցիչ մի բան է։ Չնայած սրբազաններից հետո եւ այս դեպքերից ինչ որ տեղի ունեցավ, երբ որ Միքայել Սրբազանը 2 տարի բան են տալիս, վճիռ են կայացնում, էլ թվում էր թե զարմանալու բան չկա, բայց ամեն օր այս իշխանությունները ցույց են տալի, որ էլ ավելի այսպես ասած абսուրդ, էլ ավելի սրբապիղծ որոշումներ կայացնելու գործում իրենք անմրցելի են, ես տենց պետություն չգիտեմ, համենայն դեպս, որ նման վերաբերմունքի կարժանացնի թե որդեկորուց ծնողներին, թե անհայտության մեջ գտնվող ծնողներին, այսինքն դա ինչ է նշանակում։ Նույն կրկնվում է Եռաբլուրի սցենարը, երբ որ ծնողներին քաշքշելով, ջարդելով ծնողներին, խոշտանգման ենթարկելով կարմիր բերետավորները տանում էին մարդկանց ուրեմն ոստիկանական բաժանմունքներ։ Եվ այս գործով էլի ընդամենը, այսպես ասած, ծնողները իրենց վրդովմունք են հայտնել, որևէ մի լուրջ բան տեղի չի ունեցել, բայց իրենց մի սենց առիթ է պետք, որ հերթական ծնողին, հերթական մարդուն, որին որ պետք է խոնարհվեն, որին որ պետք է հարգանք մատուցեն, որին որ ուշադրություն պետք է մատուցեն, բայց ինչ մնաց այդ ծնկաչոք ԿՊ ժողովների ժամանակ այդ ծնկի գալ ասում էր խոնարհվում եմ ծնողների առաջ, սենց էս խոնարհվում ծնողների, այդ ակու խոնարհումը ծնողների առաջ, օրը մեկին բանտարկելով, օրը մեկին անազատության մեջ պահելով, դրանով է դրսևորվում քո հարգանքը, դու տենց ես հասկանում հարգանքը, այսինքն անդադ կեղծ ծնկի գաս ու հերթական ծնողին տանես անազատության մեջ, абսուրդի ժանրից է, գժվել կարելի է, այսինքն ծնողները պնդում են, պարոն Դանելյան, որ սա իրենց լռեցնելու եւս մեկ միջոց է, այսինքն քիչ-քիչ բոլոր ծնողներին այսպես 2-2 կտանեն կալանքի։ Սա լռեցնել է, սա խոշտանգում է։ Լռեցնելը ինչ ավելի մեղմ որակում եք տալիս, սա խոշտանգում է, ուղիղ խոշտանգում են, բռնության են ենթարկում, ահաբեկում են, եւ սա որևէ մի բանական մարդու ուղեղում չի կարա սա տեղավորվի։ Սա անհանդուրժելի է, ինչ է նշանակում դա։ Ինչ է նշանակում, պատասխանի տեղը փոխանակ ես մարդկանց պատասխան տակ, պատասխանի տեղը տանում եք մարդկանց անազատության մեջ, պատասխանի տեղը ծեծում եք այս մարդկանց։
խոշտանգում եք այս մարդկանց, փոխանակ պատասխան տակ, ասում եք չէ, ձեր երեխաներին տարել ենք անհայտության մեջ ենք բարել, կամ ձեր երեխաները այսօր զոհված են, հիմա հերթը ձեր հերթն է, ձեզ պիտի խոշտանգենք, ինչ է սա նշանակում։ Սա որևէ մի ռացիոնալ, ասենք ռացիոնալիզմի հատիկներ էլ չկա անգամ սրա մեջ, էլի։ Սրանով ցույց է տալիս, որ տեսեք, եթե ես կարողանում եմ ազգային բարերարի հետ սենց վերաբերվեմ, եթե ես կարող եմ սրբազանների հետ սենց վերաբերվեմ, որդեկորուց ծնողների հետ սենց վերաբերվեմ, անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների, հարազատների հետ էլ կարամ սենց վերաբերվեմ։ Այսինքն հասարակության տարբեր շերտերի, այն մարդկանց, որոնք որ ամենաթանկն են տվել, ու այս օրերին, որ գիտեք էլի, ինչա, այս մի քանի ամիսները մեր համար ողբերգական ամիսներ են, կորուստի ամիսներ են, եւ ամեն անգամ կրկնում եմ ծնկի գալով մի քանի ծնող հայտնվում անազատության մեջ, անհանդուրժելի, անընդունելի, չգիտեմ, ում են ուզում հաճի անան, Էրդողանին են ուզում հաճի անան, Ալիևին են ուզում հաճի անան, այսօր Էրդողանը գնացել է Բաքու, կարող է այդ շրջանակներում են այս մարդիկ ձերբակալվում, կարող է այդ շրջանակ, այդ կոնտեքստում է եւ այդ ուրեմն այդ իրենց այդ հանդիպումների արդյունքում են ուզում ինչ-որ մի բան ցույց տալ Էրդողանին, Ալիևին, որ կարան սենց անեն, հա, այս սուրբ օրերը, որ մեր համար, չգիտեմ, էլի կրկնում եմ, այսօր էլի հիշատակի օր է, այսօր էլի զոհված մեր ընկերների հիշատակի օրն է, էլի մենք, չգիտեմ, մի Պրոշյանի Պանթեոնում ենք առավոտը, հիմա պլանավորել ենք 6:30 ուրեմն մեր մյուս ընկերների էլի զոհվելու օրն է Վարագաթաղի բարձունքում զոհված մեր ընկերների 6:30 պիտի երաբլուր լինենք։ Ես մեքենայով էի, որ ուղիղ եթերում տեսա, նաև ծնողների հետ կապվեցի, ասին որ սենց բանա շտապեցի, որ գամ ստեղ իմ զորակցությունը հայտնեմ եւ մտածում էի, որ ուրեմն գնամ բաժանմունք, ասում են, որ ուրեմն նոր-նորքի ոստիկանական բաժանմունքում է, բայց քիչ առաջ նորից եմ կրկնում տեղեկություններ ստացանք, որ տանում են Աջափնյակի դատարան, ծնողներն ասից։ Պարոն Դանիելյան, այսօր պարզ դարձավ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի արխիվ։ Այս մասին ինչ կարող եք ասել, սա ինչ որ կերպ կարող է ազդել անհետ կորածների հարազատների վրա։ Ես ինչ պիտի ասեմ, դուք չեք տեսնում ինչա կատարվում։ Քարորյային էլի տենց արեցին, հիմա էլ 44-օրյա պատերազմում շատ կարևոր տեղեկություններ կա, հույժ կարևոր տեղեկություններ կա, սա լույս է սփռելու պատերազմի հանգամանքների վրա, բա այն որ պիտի լույս սփռի պատերազմի հանգամանքների վրա, այդ գործը տանում են արխիվ։ Դե թող լույս սփռեն եւ իմանային մարդիկ ինչ ա կատարել, թեպետ այդ հանձնաժողովի նկատմամբ այսպես մի առանձնապես մի վեց վստահություններ չկա, որովհետեւ իրենք իրենցով են այդ հանձնաժողովի նիստերը արել եւ գիտեք որ ինչա շատ տենց ինչ որ մեծ կրկնում եմ մեծ տենց հույսեր էլ չկա, բայց համենայն դեպս սա ցույց է տալիս էլի անպատասխանատու վերաբերմունք, բա լավ այդ քան մեկ տարի շարունակ տարուց ավել այդ հանձնաժողովը իբր թե գործ էր անում, ասում են շատ կարևոր հանգամանքներ է ի հայտ գալու։ Այդ կարևոր հանգամանքները եթե ի հայտ չպիտի բերեին, տանեին արխիվ, ինչի էին այդքան մարդու աշխատավարձ տալի, այդքան մարդը իբր օրնիբուն աշխատում էր այդ ուղղությամբ, ուր է այդ։ Կաղաց ծլակները տանում է դեպի իրենց դրա համար են տենց անում։ Ես չգիտեմ, հիմի ցանկացած մարդ կարա դրանով եզրակացություն անի։ Կարա ինչ որ բաներ կա, որ ինքը մտածի, որ հն կարող է իրենց տներին էլ հասնում դրա համար է տենց եղել։ Չգիտեմ։ Ասում եմ, պատգամավորները կարող են դիմել եւ արխիվից վերցնել, կարդալ, օրինակ դուք պատրաստվում եք։ Տեսեք, նախ միջև հիմա էլ այդ հանձնաժողովի պատգամավորները իմ տեղեկություններով չգիտեն վերջնական զեկույցի տեքստը չգիտեն, քան որ ես գիտեմ։ Ինչ վերաբերվում է նրան, որ պատգամավորները վերցնեն ծանոթանան, այդ վերցնել ծանոթանալն էլ գաղտնիության գրիֆ է պարունակում եւ եթե վերցնեն ծանոթանալ ու չեն կարալու այդ նյութերը վերցնեն եւ հրապարակեն, կամ եթե դուք ինձ հարց տաք, ես կարալու եմ պատասխանեմ, եթե պատասխանեմ, քրեական հետապնդման եմ ենթարկվելու։ Դա ավելի շատ պետք է մեր հասարակությանը, հանրությանը, որպեսզի այն կրկնում եմ, այն հրեշավոր
դեպքերը որտեղ են այն պատասխանատուները, որ իբր պատասխանատու գերագույն գլխավոր հրամանատար կոչվածի գործողությունները պետք է տեսնեն։ Չէ, ասում էր, տենց մարդ կա, որ կասկածում է իմ գերագույն գլխավոր հրամանատարի կարողությունների հետ կապված։ Ասում էր, տենց մարդ կա, որ կասկածում է։ Չէր ասում, ինքը չէր ասում։ Ով էր ասում այդ ամեն ինչը։ Բա ասում էր, բան խոնարհվում եմ ժողովրդի առաջ։ Բա ասում էր 3 միլիոն Հայաստանում վարչապետ կա, բայց 3 միլիոն վարչապետները Հայաստան չիմանան ինչա տեղի ունեցել։ Բա որ թեկորից ծնողները չիմանան ինչա տեղի ունեցել։ Ասեմ իրենց իշխանության օրոք այդքան նաև չպետք է լինենք, որ մտածենք, որ իրենց իշխանության օրոք պետք է այս գործերը բարձրահայտվեն եւ այլ եւ այլ։ Շատ բաներ իմ խորին համոզումը հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ նյութերը, այդ կարևոր բաները, այն ինչ որ իրանց է վերաբերելի, դա sense շատ սահուն ձևով կշրջանցեն, բայց համենայն դեպս անգամ դրանից են իրանք խուսափում, անգամ այն քիչ նվազ բաները, որ կարող է մարդկանց մոտ կասկած առաջացնի, ինձ թվում է հենց դրանից էլ խուսափում են։ Եթե չխուսափեին, կհրապարակեին, բայց լիարժեք 44-օրյա պատերազմի քննությունը կլինի այն ժամանակ, երբ որ իրենք չլինեն իշխանության։ Այդ ժամանակ կլինի լիարժեք քննություն եւ այդ ժամանակ մենք իրապես մեղավորներին կտեսնենք եւ հուսով եմ, որ այդ գործը հաջորդ իշխանությունների օրոք, այսպես ասած, մանրակրկիտ կհետազոտվի, կքննվի եւ ի վերջո բոլոր մեղավորները, որոնք մեղավոր են պատերազմ բերելու եւ պատերազմի ընթացքում անգործություն ցուցաբերելու, շատ ժամանակ հանցավոր անգործություն ցուցաբերելու, իրենց բաժին պատասխանատվությունը կստանան։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։